Հարգելի հեռուստադիտողներ, ձեր եթերում ձեր սիրված Արարատյան խոհանոց հաղորդաշարն է։ Բարև ձեզ։ Ուզում եմ նախքան հաղորդման սկսելը շնորհավորել ձեզ բոլորիդ ամանորի եւ Սուրբ Ծննդի առթիվ։ Ուզում եմ, որ մենք միշտ լինենք միասին, ինչպես եղել ենք անցյալ տարիներում, եւ այս տարին հատկապես ոչ միայն լինենք միասին, այլ նաեւ լինենք հաղթանակած։ Այս տարի հաղթանակի տարի է, չէ՞ որ նշվելու է մեր մեծ հաղթանակի 20-ամյակը։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ, որոնք վստահ եմ, որ ձեզ հետաքրքրեն։ Եվ այսպես, բարեկամներ, ինչպես նշեցի, մենք հիմքը դրել ենք հաղթանակների տարի պիտի լինի այս տարի եւ ուզում ենք մեր հյուրերը, որ պիտի լինեն հաղորդաշարին, լինեն հաղթանակած մարդիկ։ Ահավասիկ այսօր, բարեկամներ, իմ հյուրն է Կարին ավանդական հայկական երգի բարի խմբի ղեկավար, մեր լավ բարեկամ, տեսակով հայ Գագիկ Գինոսյանը։ Ողջույն Գագիկ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք, պարոն Գինոսյան։ Շնորհակալություն հրավերի համար եւ սրտան շնորհավորում եմ եւ ձեր եւ ողջ ժողովրդի ամանորը եւ մաղթում եմ նոր հաղթանակներ, հոբելյանական տարում, նոր հաղթանակներ, նոր ձեռքբերումներ եւ թող որ լինի հայու ոգի հաղթող եւ հայ ոգու վերազարթոնքի տարի։ Հասկացանք, շատ շնորհակալ եմ։ Ես ոչ միայն շնորհակալ եմ, այլ նաև շատ ուրախ եմ, որ չմերժեցի պարոն Գինոսյան, Գագիկ ջան, մենք ուրախ ենք, որ ձեզ մեր տաղավարում հյուրընկալել ենք։ Ինչ ենք պատրաստելու։ Ես գիտեմ, որ մենք միշտ պիտի ավանդական ուտեստ պատրաստենք։ Մենք շատ ենք շփվել, նույնիսկ ես սպասում եմ անհամբեր, թե երբ պիտի առիթը կարողանանք մենք ստեղծենք, որ այն ավանդական, այն կաթիսերը պիտի պատրաստենք անպայման, բայց այսօր բնականաբար կաթիսերը չենք պատրաստելու։ Ինչ ենք պատրաստել։ Կաթիսերը տոնական մի ուրիշ օր կպատրաստենք, այսօր տատիկիս, մամայիս բաղադրատոմսերով երևի թե Էրզրումի Կարինից բերած ախցխայում իր հրճակն ունեցող պոչով ապուրը։ Պոչով ոչ նրա համար, որ կենթանու պոչ, այլ պոչով ասում են, որովհետև արիշտայի երկար պոչերով պատրաստվող ապուր։ Նախ պետք է ջուրը դնել գազօջախի վրա եւ զուգահեռ պատրաստել ալյուրը մածունի հետ։ Լավ, հիմա ջուրը դնենք գազօջախին։ Էրզրումի բարբառում ասում են խուս, չգիտեմ, խուսը պատրաստելու համար մածունի եւ Լավ, պարոն Գինոսյան, ես մածունից եւ ալուրից խուս եմ։ Ես ձեզ օգնեմ։ Ես պատրաստեմ, բայց մենք նաեւ զրուցենք։ Ես ուզում եմ գործունեությունից մեծ ծավալի գործունեություն եք ծավալել դուք եւ ուզում եմ որ դրա մասին նաեւ մի քիչ վերհրստել։ Ես կուզենայի խոհանոցի մասին խոսել, հայկական ավանդական խոհանոցի եւ շատ կուզենամ որ նաեւ ձեր ջանքերով վերականգնվի ոչ միայն ավանդական հայկական խոհանոց, այլ այն սննդարար խոհանոցը, որը հայ մարդուն տալիս է տոկունություն հայկական լեռնաշխարհի այդ խստաշունչ ձմեռներում եւ այդ շոքառատ ամառներում կարողանում էր դիմակայել դեռ ունենալ այդ աշխատունակությունը, նաև մարտունակությունը, այսինքն մեր պապերը կարծում եմ խոհանոցին վերաբերվում էին ոչ կշտանալու որպես քաղցը հագեցնելու ինչ-որ իհարկե քաղցը հագեցնելու միջոց չէր, այլ նախ եւ առաջ այդ ամենը հայ մարդու տոկունությունը, հայ մարդու առողջ կենսակերպը ապահովելու համար էր։ Այո, պարոն Գինոսյան, արդեն արեցինք այս խյուսը, ես խնդրում եմ արդեն Ես Այո, իհարկե։ Կարող է հաղորդումից հետո տան ճաշը մնա իմ վրա։ Կարող է։ Դե այդ ոնց է որ իմ վրա մնացել է, ձեր վրա չմնա։ Եռած արդեն, պարոն Գինոսյան։ Երևի ժամանակն է կարմիր լոբին լցնելու եւ արդեն կամաց արդեն լցնենք ճաշի մեջ եւ ճաշի վերջնական տեսքին մոտենանք եւ համային վերջնական եւ պետք է որ հիմա նույնպես երբ որ սկսի եռալ միգուցե համտեսենք պարոն Գինոսյան մի փոքր հետո
Մի փոքր հետո, լավ, շատ լավ։ Իսկ մենք նախապատրաստենք նաև սոխառած, հա, մենք Իհարկե, պետք է։ Ես Նաև կտրամ։ սոխառածը սիրահարի գործ է, այսինքն ով սիրում է սոխառած օգտագործում է։ Ով չէ։ Ընտանիքներ կան, որոնք օգտագործում են, ընտանիքներ կան ձեռն պահեն մնում։ Այսինքն մենք կարող ենք առանց սոխառածի օգտագործել։ Կարող ենք, բայց եկեք օգտագործենք, որպեսզի հեռուստադիտողը երկու տարբերակներ Շատ լավ։ կարողանա։ Շատ լավ։ Ես մի փոքր էս Քաշենք տեղափոխեմ։ այդպես։ Սոխը արդեն ես կտրել եմ, երբ որ հարկն է արդեն կլսնենք։ Իզուր ժամանակ չեք ծախսում։ Հա, դե պիտի ռացիոնալ օգտագործենք Ժամանակ ժամանակ։ չեք կորցնում։ Ահա, խնդրեմ դուք սոխը այս գտալով երևի եւ ընկույզը պիտի Ասում եմ կտրատենք։ ես խոհանոցի մարդ չեմ։ Պարոն Գինոսյան, սոխառած արդեն պատրաստ է։ Ամեն դեպքում ոնց որ թե իմ փորձառության պակասը բերեց նրան, որ մի փոքր գույնը համապատասխան չէ իրական իմ հիշողությանը, ինչ որ ես հիշում եմ, ինքը ավելի մուգ կարմիր պետք է լիներ։ Ավել արեցի։ Միգուցե։ Ահա։ Ես կհարցնեմ հաջորդ անգամվա համար։ Չունենք, ես ու տեստի։ Սա էլ սոխառածը։ Սոխառածը հիմա պետք է որ համեմի մասին մտածենք եւ ընկույզի։ Ընկույզն արդեն մտածել ենք, համեմն էլ հիմա շուտով կլինի։ Ընկույզը եւ կանաչին միասին պիտի ավելացնենք։ Չէ, սկզբից ոչ, այդ երևի կանաչին նախորոք եւ ամենավերջում որ նորից կեռա, նորից կսկսի Ընկույզը կավելացնենք, արդեն այո։ Շնորհակալություն։ Մի փոքր կանաչին ներվի ոնց որ։ Կարծես թե արդեն կամաց մի փոքր հովանալուց հետո կարող ենք նաև համ տեսել։ Եվ այսպես բարեկամներ արդեն պատրաստ է ուտեստը։ Անջատենք կրակը, պարոն Գինոսյան։ Այո։ Կարծես թե բույրը արդեն Հա, նմանվեց արդեն։ Ընտրեմ։ Մեր քիմքը սկսեց խուտուտ տալ։ Այսպես մենք խորամանկորեն ընկույզով մասը ավելի շատ լցնենք։ Այո, չէ որ սա մենք ենք համտեսելու, մինչ հյուրասիրելը։ Խնդրեմ։ Այո, բարեկամներ, այս ուտեստն էր, որ մենք պատրաստեցինք պարոն Գինոսյանի հետ, պոչով ապուր, ախացխայի, ջավախքի, դրանից առաջ կառնո, մեր հիասքանչ այդ տարածաշրջանին բնորոշ ուտեստ։ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ շնորհավորենք եւ մեկս մյուսի պարոն Գինոսյան եւ մեր հեռուստադիտողներին թող ձեր գալիք տարին այս տարվա նորամուտը հաջողակ լինի եւ տարին շարունակի այնպես ինչպես հաղթանակով սկսեցինք, այդ հաղթանակով էլ ավարտենք եւ այս տարի թող միայն ու միայն հաղթանակներ լինեն բոլոր բնակավարներում մեզ։ Շնորհավոր ամանոր։ Խնդրեմ, եթե հոգու մտքի եւ ոգու հաղթանակների տարի լինի։ Այո, եւ այո, խնդրեմ։ Շնորհավոր տոնդ, սիրելի հայ ժողովուրդ, եւ կուզենայի, որ իրոք այս տարին լինի նոր հաղթանակների, նոր ձեռքբերումների եւ հայ ոգու վերազարթոնքի տարի։ Եվ ամենակարևորը հայ տեսակի տարի եւ որ կարողանանք այս տարի վերադարձնել հայ մարդուն, վերադարձնել հայ լինելու հպարտությունը։ Դա Աստված, այո, Կարմիր անապակ Բերթաշենգինին կարծում եմ հենց տեղին է, որ զրնգացնենք մեր գավաթները եւ մեկը մյուսին շնորհավորենք։ Շնորհավոր։ Եվ այս առիթ օգտագործելով ուզում եմ պարոն Գինոսյան ձեզ նվիրել մի գիրք, սա Մարգագետնից խոհանոց եւ Տատիկի գաղտնիքներն է։ Ես գիտեմ, որ դուք ընդհանրապես էլ ինչ հայուտեսակ, որ նախնյասեր չլինի, գիտեմ, որ հիշում եք եւ ուզում եք վերարտադրեք նաեւ ձեր տատիկի պատրաստած ուտեստները։ Այստեղ ներառված են 120 ուտեստ, որոնց բաղադրության 60 եւ ավելի տոկոսը զուտ վայրի ուտելի բույսերից է։ Թող օգնի նազես, որ ձեր հաղթանակները լինեն էլ ավելի կատարյալ։ Շատ շնորհակալ եմ եւ հուսամ, որ իմ տատիկը եւ
մեր բոլորի ստատիկները կկարողանան նոր բաղադրատոմսեր ավելացնեն։ Այո։ Եվ ես շատ շնորհակալ եմ եւ կուզենայի ինքս ձեզ նվիրել, որ քանի որ հաղթանակի տարի է եւ մեր հաղթանակը կերտած ամենամեծ զորավարներից մեկի Լեոնիդ Ազգալյանի ձայնասկավառակ, տեսասկավառակ, որտեղ իր մասին 3 ֆիլմ է ներառված, դոկումենտալ եւ իր մասին գիրքը, որ Գոհար Մարտիկյանն է հեղինակը։ Շատ շնորհակալ եմ։ Եվ կուզենայի, որ Լեոնիդ Ազգալյանի տեսակը իրոք չպակասեր հայոց աշխարհից, եւ սա էլ մի փոքրիկ նվեր իմ հեղինակած ողջույն տղեր գիրքը, որը նվիրված է նույնպես Լեոնիդ Ազգալյանին, իմ հրամանատարին եւ իմ մյուս հրամանատարին Ալեքսանդր Թամանյան կրծերին, եւ այնտեղ նույնպես փիլիսոփայական մտքեր կգտնեք նաեւ պատերազմի եւ իմ հրամանատարների, իմ զոհված ընկերների մասին։ Շատ շնորհակալություն, սա ինձ համար շատ մեծ նվեր էր, շնորհակալ եմ եւ շատ զգացված եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ նույնպես։ Հարգելի հեռուստատեղներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Ուզում եմ, որ գալիք տարում նորից լինենք մենք միասին, ունենանք մեծ հաղթանակներ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ անպայման այս տարի ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսություն բարեկամ։ Պոչով ապուր, լոբի 500 գրամ, արիշտա 500 գրամ, ընկույզ 50 գրամ, ալուր 30 գրամ, մածուն 200 գրամ, սխտոր 1 բճեղ, աղ։ Շնորհավոր, ամանոր։